Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից կրկնելով, որ դրանք բանակցություններ չեն։ Դիվանագետը նշել է, որ Թեհրանը չի պատասխանել ամերիկյան 15 կետանոց ծրագրին, նաև իր կողմից առաջարկ չի ներկայացրել։ Մենք չենք հավատում, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները որևէ արդյունք կտան։ Վստահության մակարդակը 0 է։ Արաղչին հավելել է, Իրանը լիովին պատրաստ է դիմակայել նաև ցանկացած ցամաքային հարձակման։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե երբ կավարտվի Իրանի դեմ գործողությունը։ Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել, թեև դա չի եղել պատերազմի նպատակների ցանկում։ Ես մեկ նպատակ եմ ունեցել, որ նրանք միջուկային զենք չունենան, եւ մենք հասել ենք այդ նպատակին։ Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Մենք ավարտում ենք աշխատանքը։ Կարծում եմ 2 շաբաթվա ընթացքում գուցե դրանից մի քանի օր ուշ կավարտենք մեր գործը։ Հնարավոր է, որ մինչև այդ համաձայնության հասնենք։ Թրամփը շեշտել է, իրենք կհեռանան Իրանից անկախ նրանից համաձայնություն կլինի թե ոչ։ Նրա պնդմամբ Թեհրանն ավելի շատ է գործարք ցանկանում, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ հաղորդագրություններ են փոխանակվում եւ որևէ պահի հնարավոր է կողմերի միջև ուղիղ հանդիպումը։ Մարկո Ռուբիոն հավելել է, Իրանի դեմ հակամարտության ավարտից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եւ այդ դաշինքի արժեքն ԱՄՆ-ի համար։ Ռուբիոյի խոսքով ԱՄՆ-ն օգնում է իր դաշնակիցներին, բայց նրանցից օգնություն չի ստանում, երբ բազաներ տեղակայելու կամ նրանց օդային տարածքով թռիչքներ իրականացնելու կարիք է լինում։ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորության մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահը։ Թելեգրաֆի հետ զրույցում Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել է որպես թղթեվագր, հավելելով, որ լրջորեն դիտարկում է դաշինքին անդամակցության դադարեցումը։ Նա կրկին շեշտել է, դաշնակիցներն ԱՄՆ-ի կողքին չեն եղել Թեհրանի դեմ պատերազմում։ Արձագանքելով այս հայտարարությանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխարհում ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է։ Նա հավելել է, սա Բրիտանիայի պատերազմը չէ եւ իրենք դրա մեջ չեն ներքաշվի։ Սթարմերը նաև նշել է, որ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի միջազգային դիվանագիտական համաժողով նվիրված Հորմուզի նեղուցի վերաբացման ծրագրերին։ Զուգահեռ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են։ Հութիները հայտարարել են, որ Իրանի եւ Հզբոլահի հետ հարվածներ են հասցրել Իսրայելին։ Թել Ավիվում կան վիրավորներ։ Իրանական անօդաչուներ խոցելու մասին են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը։ Իսրայելն էլ շարունակում է հարվածները Լիբանանին Հզբոլահի դեմ հակամարտության շրջանակում։ Բեյրութում կա 7 զոհ, 20-ից ավելի վիրավոր։ Լիբանանի զինվորականները հայտարարել են, որ Իսրայելի ցամաքային ներխուժման ֆոնին դուրս են բերել ուժերի մեծ մասը սահմանային որոշ քաղաքներից։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ նույնիսկ Հզբոլահի հետ պատերազմի ավարտից հետո կպահպանի Լիբանանի հարավի մի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Մոսկվայի եւ Կիևի միջև։ Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու թռչող սարք։ Երկրում կան զոհեր եւ վիրավորներ։ Մենք զատկի կապակցությամբ հրադադար էինք առաջարկել, բայց դրանի պատասխան շահեդներ ենք ստանում, ասել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով ռուսական հարվածների թիրախում եղել են քաղաքացիական օբյեկտները։ Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Բելգորոդի մարզում կա 1 զոհ, վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 31-ին Ղրիմում կործանվել է Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը ժայռին բախվելու պատճառով։ Անձնակազմի 7 անդամները եւ 23 ուղևորները զոհվել են, հարուցվել է քրեական գործ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը։ Ուկրաինական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։ Կրեմլի խոսնակն էլ անդրադարձել է Ուկրաինայի նախագահի խոսքերին, որ Մոսկվան Կիևին 2 ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։ Դմիտրի Պեսկովի խոսքով այս որոշումը Զելենսկին պետք է ընդունի արդեն այսօր, նույնիսկ դեռ 3 պետք է ընդունած լիներ։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին Տոկիոյում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Կողմերի քննարկման օրակարգում են եղել պատերազմը Մերձավոր Արևելքում, անվտանգությունը, գործակցությունը տիեզերքի ոլորտում։ Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի պատմական հարաբերությունները Ճապոնիայի հետ։ Ղեկավարները հայտարարել են, որ միասին կաշխատեն Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու ուղղությամբ։ Երրորդյա այցի շրջանակում Մակրոնը նաև հանդիպել է երկրի գործարար ոլորտի ղեկավարների հետ։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ճապոնիայի կայսեր հետ։ Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, որոնք իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը եւ Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաեւ երկկողմ նախաձեռնությունները։ Երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում գործակցության համաձայնագրեր են ստորագրվել։ Ընդգծվել է սերտ հարաբերությունների պահպանման կարևորությունը։
Հորդանան գետի արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարվել, մարդիկ իրենց բողոքն են արտահայտում օրերս Իսրայելի խորհրդարանի ընդունած օրենքի կապակցությամբ, որով մահապատիժ է նախատեսվում իսրայելցիների սպանության համար դատապարտված պաղեստինցիների համար։ Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով եւ կկիրառվի արևմտյան ափի պաղեստինցիների, ինչպես նաեւ Իսրայելի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք դատապարտվել են նման մեղադրանքներով։ Քննադատները նշել են, որ օրենքի ձևակերպումների համաձայն մահվան կդատապարտվեն Իսրայելի պաղեստինցի, այլ ոչ թե հրեա քաղաքացիները։ Արևմտյան ափի բնակիչները միջազգային հանրությանը կոչ են արել կանգնել պաղեստինցիների կողքին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն Իսրայելին կոչ է արել հրաժարվել մահապատժի վերականգնումից, նշելով, որ օրենքը խտրական է եւ պետք է անհապաղ չեղարկվի։ Օրենքի ընդունման դեմ ցույցեր են տեղի ունեցել Լոնդոնում, Գազայի հատվածում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։